Վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ, վստահաբար կադրից այն կողմ էլ փոխանցվեց այն էներգիան, որ այդ մեծ մարզադաշտում էր եւ համախմբել էր այդքան մեծ թվով մարդկանց ու իսկապես երբ մեկ վայրում հանդիպում են մարդիկ, որոնք ունեն մեկ նպատակ, ել չեմ ասում, եթե այդ մարդիկ երիտասարդներ են կամ երեխաներ, այդ նպատակը էլ ավելի մեծ էներգիա է ստանում եւ դառնում է իրականություն համախմբելով մարզային նպատակները, երեխաների երազանքները եւ դա արդեն 5-րդ տարին է, ինչ անում է Հզոր համայնք հասարակական կազմակերպությունը, որի այս տարվա գործունեության մասին եւ ոչ միայն ունենք հնարավորություն հենց հիմա զրուցելու։ Ես շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին։ Մհեր Մկրտչյան, Հզոր միտք հասարակական կազմակերպության հիմնադիր եւ Նելի Սարգսյան, Հզոր միտք հասարակական կազմակերպության մարզային ծրագրի պատասխանատու։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք առավոտը ձեզ հետ սկսելու համար։ Եկեք մի փոքր խոսենք Հզոր միտք հասարակական կազմակերպության մասին, ինչպես ծնվեց գաղափարը, ինչ նպատակ է այն հետապնդում, հետո արդեն փակագծերը բացելով կմանրամասնենք մարտի 7-ին տեղի է կայանալիք միջոցառման մասին։ Շնորհակալություն հյուրընկալության համար։ Գաղափարը սկսվել է 2019 թվականին, երբ արձանագրեցինք, որ շատ խնդիրներ կան երիտասարդության մոտ ոչ ֆորմալ կրթական դաշտում, եւ հատկապես դա ավելի երևում էր մարզերում ու սկսեցինք գործունեություն ծավալել մարզերում ապրող երեխաների համար Երևանում հիմնեցինք ուսանողի տուն ծրագիրը, որտեղ երեխաները կարող են կեցության հետ զուգահեռ նաեւ ստանան ոչ ֆորմալ կրթություն եւ սկսեցինք ճանապարհորդել տարբեր համայնքներ ու երեխաներին տարբեր ծրագրերի շուրջ համախմբեցինք, ազգային պարեր էինք սովորեցնում երեխաներին, մեդիագրագիտություն, մեդիաանվտանգություն եւ համանման այլ թեմաներ, ինչպես նաեւ մասնագիտության կողմնորոշման։ Այսինքն 2019 թվականից սկսել ենք տարբեր ծրագրեր իրականացնել, իսկ 2021 թվականից նաեւ ուսանողի տան դռներն ա բացվել ու ծրագրերը ավելի մասշտաբային են դարձել։ Կարող ենք ասել, որ գլխավոր նպատակներից մեկը հենց կրթական նոր այլընտրանքային տարբերակ առաջարկելն էր համայնքային երեխաների համար, համայնքներում բնակվողներին։ Այո, քանի որ հիմա կյանքը շատ արագ է զարգանում, մենք էլ գիտենք, որ մեր գյուղերում երեխաների համար կրթվելը ավելի դժվար է, քան մայրաքաղաքում, քանի որ շատ տարբեր խմբակներ կան քաղաքներում, իսկ գյուղերում այդ խնդիրները ավելի շատ են։ Երեխաներին հուշողներ են պետք, հա, մենթորներ են պետք, տարբեր ընկերներ են պետք, ովքեր ինչ-որ բանով կկիսվեն իրենց հետ, իրենց մտքով, որ երեխաները ավելի աշխարհայացքը ավելի մեծ լինի, հա, այսօր դու համացանցը երեխաներից շատ ժամանակ է խլում, բայց փոխարենը ոչ մի բան չի տալիս, եւ շատ երեխաներ հաճախելով միայն դպրոց չեն գիտակցում դրա մասին, իսկ իրենց հուշել է պետք, ոնց որ մենք այդ հուշելու գործընթացն ենք նաեւ անում, երեխաներին բերում ենք այն դաշտ, որ համացանցը եւ ինտերնետը օգտագործեն կրթվելու համար, այլ ոչ թե ժամանցի համար։ Հիմնական խնդիրները, խոչընդոտները ո՞րն են, որ դուք բախվում եք։ Դե երեխաների մոտ կա տեղեկության պակաս, համ շատերը մեզ չգիտեն, համ շատերը տարբեր նախագծեր, նախաձեռնություններ չգիտեն։ Խոչընդոտը հենց ժամանակն է, որ երեխաները վատնում են համացանցի վրա ու դա դառնում է գնալով ավելի մոդայիկ իրենց համար, որտեղ ավելի հաճելի է այնտեղ ժամանակ անցկացնելը, փոքրիկ ռիլեր նայելը ու երեխաների հենց գլխավոր խնդիրը հավանաբար հենց դա է, որ իրենք ժամանակը տալիս են դրան, չեն տալիս գրքեր կարդալուն, չեն տալիս արշավներ գնալուն, չեն տալիս նոր մասնագիտություններ սովորելուն, չեն տալիս նոր ինֆորմացիաներ նայելու, ոդքասթներ դիտելուն եւ համանման այլ ծրագրերին մասնակցելուն, էլի ոնց որ երևի դա է։ Նելի, քանի որ դուք մարզային նաև ծրագրերի պատասխանատուն եք, մենք գիտենք, թե Հայաստանի յուրաքանչյուր մարզ, էլ չենք ասում ամեն մարզում գյուղ կամ մեկ այլ բնակավայր, որքանով են մեկը մյուսից տարբերվում։ Ամեն մարզի համար, երբ գրվում է ծրագիրը, թե ինչ է նախատեսվում, արդյոք կան տարբերություններ, կախված թե ինչ է սպասում նաև այնտեղ սպառողը երեխաները։ Միանշանակ կան, որովհետև տարբեր մարզերի երեխաներ կարելի ասել տարբեր մտածողություն ունեն ու բացի դրանից տարբեր մարզերի երեխաներ տարբեր կերպ են մոտենում այս ամեն ինչին ու ինչպես նշեց ընկեր Մհերը, շատ երեխաներ չեն գիտակցում, որ կարևոր է մասնակցել այդ միջոցառումներին կամ վերցնել այն, ինչ տալիս ենք մենք, որովհետև իրոք դա շատ արագ է զարգանում ու պետք է նրանց հուշողներ
ու իրոք կան շատ տարբերություններ կան տարբեր մարզերի մեջ, որովհետև կան մարզեր, որտեղ երեխաները դեռ ամբողջությամբ չեն սերտել այդ ամեն ինչը ու կարելի ասել չեն մտել այդ ամեն ինչի մեջ, իսկ կան մարզեր, որտեղ երիտասարդության մեծամասնությունը բավականին արդեն իրազեկված է, բավականին արդեն գիտակցում է այդ ամենը ու դա հենց նրա շնորհիվ է, որ բարբերաբար այցեր են կատարում, բարբերաբար փորձում ենք բացատրել ու տարբեր արժեքներ տալ այդ երեխաներին ու արդեն տարբեր կերպ են նրանք սկսում մոտենալ այս ամեն ինչին։ Շատ լավ։ Ինչպես համալրվեց մենթորների թիմը, որովհետև արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ թիմ է աշխատում, որպեսզի կարողանաք իրականացնել այս աշխատանքները, ինչպես գտաք համախոհների։ Մենք դե շատ ակտիվ ենք համացանցում, մեզ միանում են տարբեր հարթակների միջոցով, որտեղ նաև ունենք փոքրիկ դրամահավաքներ դրված, մարդիկ իմանալով նախաձեռնության մասին կապվում են մեզ հետ։ Դա մեկ տարբերակն է, երկրորդ տարբերակը ինքներս ես նաև բիզնեսով եմ զբաղվում, շատ ընկերներ ովքեր հաճախում են, տարբեր համագործակցություններ ենք իմանում, բնականաբար պատմում ենք, ինչպես ձեզ ենք պատմում, Նաև մեր հեռուստադիտողներին։ Այո։ Իրենք իմանալով նախագծի մասին միշտ հարցնում են, բա ինչով կարանք մենք օգնենք, եւ այդ օգնելուց է, որ ծնվել են այսքան նախագծեր, ծնվել է մեր ճամփորդող գրքերի նախագիծը, ծնվել է հզոր համայնքի նախագիծը եւ համանման շատ նախագծեր, երբ որ ամեն մարդ իր ուժերի չափով փորձում է օգնել, փորձում է մի երեխայի համար մենթոր դառնալ, կամ մեր հետ գալիս է գնում ենք մարզեր, այնտեղ երեխաների հետ կիսվում է իր մասնագիտական փորձով, նաև ունենք ընկերներ, ովքեր բացի գալուց իրենք ինչ-որ երեխաների վերցնում են եւ անհատական մենթորություններ են անում։ Շատ լավ։ Եկեք խոսենք մարտի 7-ին կայանալիք միջոցառման մասին, այսպես բոլոր փակագծերը բացեք մեր հեռուստադիտողների համար եւ մեզ համար, որպեսզի պարզ դառնա, թե ինչ միջոցառում է, ինչ է կատարվելու։ Մենք նոր խոսում էինք, որ օրինակ մարզում ապրող երեխան, որ ուզում է իրավաբան դառնա, բայց ինքը իրավաբան երբևէ չի տեսել։ Կամ ուզում է ծրագրավորող դառնա, բայց ծրագրավորող չի տեսել ու համանման շատ այլ մասնագիտություններ։ Մենք տարեկան մեր տարբեր տեղեր այցեր ենք անում եւ շատ ճամբարներ ենք սկսել անել հիմա։ Մարտի 7-ին երեխաներին հրավիրում ենք իրար հետ ծանոթանալու, մոտ 600-ից 700 երեխա ենք հյուրընկալելու։ Եվ այդ օրը ունենալու ենք նաև շատ հյուրեր, տարբեր գործարարներ, ոլորտի մասնագետներ, ու այդ մարդիկ գալիս են իրար հետ շփվելու, իրար հետ ծանոթանալու եւ երեխաներն էլ են այդ օրը ծանոթանալու, այսինքն երեխա կա, որ ընտրել է, որ ինքը ուզում է հաշվապահ դառնա, բայց երբևէ հաշվապահի հետ չի զրուցել, այդ օրը հնարավորություն ունի մոտենա հաշվապահի հետ տեսնի, ծանոթանա եւ կապ պահի ինչ-որ հարցերի համար, հա։ Հզոր համայնքը մեծ հնարավորություն է երեխաների համար լսել տարբեր բանախոսների, այդ օր ունենալու ենք նաև տարբեր թեմաների շուրջ բանախոսություններ, network, որ իրենք ծանոթանան այլ մարզերում ապրող երեխաների հետ, մենք տենց ոնց որ թիմ ունենք, ովքեր օգնում են երեխաներին տարբեր տեղերում ընկերների ձեռք բերել եւ նաև մոտենալ արդեն գործարարներին եւ տարբեր մասնագետներին, որպեսզի ծանոթանան հետները եւ հետագայում կապ պահեն։ Այսի ոնց որ տենց ամփոփ կրթական մասի համար, իսկ մշակութայինը անմասն չի մնում այս ամենից։ Այո, եւ ամեն տարի եւ սկսել ենք պարոն Գինոսյանի հետ ենք սկսել, այս տարի Կարինն է գալու մեզ միանա, ունենալու ենք ազգային պարերի եւ ուսուցում եւ պարեր անգլիական այգում, սկսելու ենք հավանաբար ժամը 5-ից հետո եւ այդ երեխաները, որ մարզերից եկել են, ու շատերը միգուցե նաեւ առաջ անգամ են Երևանում, այդ օր իջնում ենք այնտեղ Բաքում, իրենց պարեր ենք սովորեցնում, մի քանի նախընտրած եւ այն մյուս երեխեք, ովքեր արդեն լավ գիտեն պարել, ոնց որ բաժանվում են շարքերի մեջ եւ երեխաներին օգնում ենք, որպեսզի պարեր սովորեն ու տենց միջոցառումը սկսել ենք։ Տարիքային սահմանափակում կա։ Մենք բոլորս հոգու խորքում երեխաներ ենք։ Ես եմանելն ենք ուզում գալ։ Վերին շեմում սահմանափակում չէ։ Վերին շեմում չունենք սահմանափակում, ունենք ավելի շատ կրտսեր երեխաների խնդիր, որ իրենք ավելի շատ խաղալ են սիրում, հա, մինչև 13 տարեկան երեխաները կրթվելու դաշտում ավելի пассив են, ժամանցային դաշտում են ավելի շատ ակտիվ, դրա համար նախընտրելի շեմը 14 տարեկանից վերև ենք նախընտրում, բայց
այս տարի ավելի շատ լինելու են 16 տարեկանից բարձր երեխաներ, էլի։ Եվ միջոցառումները իրականացնում ենք տարբեր գաղափարակից գործընկերների աջակցության եւ իրենց ուժով միանալու շնորհիվ։ Մենք առաջարկ ունենք հեռուստադիտողներին, փնտրեք սոցհարթակներում հզոր միտք հասարակական կազմակերպությունը, գտեք եւ փորձեք հասկանալ ինչպես կարող եք դուք էլ աջակցել։ Գուցե կան երեխաներ ձեր շրջապատում, որ կարող են մասնակիցը դառնալ այս ծրագրերի կամ ինքներդ փորձեք որպես մենթոր ներկայանալ եւ շատ այլ հարցերում օգնել արդեն այս հասարակական կազմակերպության արմատներում գտնվող մարդկանց։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալ ենք շատ այս բարի, այս կարևոր թեմայով մեզ հետ կիսվելու համար ու առավոտը մեզ հետ սկսելով։ Հաջողություն ենք մաղթում ձեր բոլոր նախագծերին։ համար։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ, այս դրական մոտիվացնող էներգիայով շարունակում ենք առավոտ լսեի մեր եթերը շարժվելով առաջ։